Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն կառույցներից մեկն է։ Սակայն Փաշինյանը այդ կառույցը վարկաբեկում է, ստիպելով, որ այն զբաղվի օրենքով չնախատեսված այդ կառույցին ոչ հատուկ գործառույթներով։ ԱԱԾ-ի գործը չէ կոմպրոմատներ հավաքել նաև գաղտնալսելով հոգևորականների եւ անդիմադիրների դեմ։ ԱԱԾ-ի գործը չէ, այսպես ասած, պատերով տալ եւ գետնին փռել, ասֆալտին փռել ոդքասթի տղաներին, նույնիսկ եթե նրանք խուլիգանություն են արել, չնայած չեն արել, բայց եթե նույնիսկ արել են, դրանով պետք է զբաղվի ոստիկանությունը։ Ազգային անվտանգությունն այստեղ որևէ կապ չունի։ Առավել եւս ԱԱԾ-ի գործը չէ խմբագրել պատարագի տեքստը։ Հիմա ԱԱԾ-ականները գործողվել են Գյումրի, որպեսզի ստիպեն այնտեղի հոգևորականներին, որ նրանք զեղչեն պատարագի ժամանակ ամենայն հայոց կաթողիկոսի անունը։ Կասկածում եմ, որ Ստալինյան ՆԿՎԴ-ն նման բան արել է երբևէ։ Այսինքն այդ ԱԱԾ-ականները կատելով Փաշինյանի հրահանգը ցանկանում են, որ լինի կեղծ պատարագ ի պատիվ Նիկոլ Փաշինյանի։ Բայց հոգևորականների մեծ մասը համենայն դեպս ճնշող մեծամասնությունը դեմ է դրան եւ ուզում է, որ պատարագը պատարագ լինի։ Ի տարբերություն 10 եպիսկոպոսների, որոնք ծառայելով իրենց նոր շեֆին, նրան հաճոյանալով պատրաստ են հրաժարվել եկեղեցական կանոններից։